Մեծ Հայք Records Կանգնած ենք հրեպի կատարին Կատարում ենք այսօր մենք ճիշտը մեր վեսով մենք Այս գործի մեջ եմ ես արդեն քանի տարի Դե ասա սպասում եք իմ պես սանիտարի Թե ձեր մոտ մանասաղ, մեր մոտ մենակ տուզա Մեր մոտ ճշգրիտ ա կերակում ոնց որ փուզը Թե ձեր մոտ լուզա, ձեզ ոչերն եք Որտև ինչ արեցիք այսօր մենք արել ենք ելիք Մեր հաստա տարբերվում ա ու ամենալավն ա Եթե չկա սրեպում չի նշանակում որ վատն ա Քիչ-քիչ ռեպ են լսում ջահելների մեծ մասան Ու տենց ա լսում ես, լսում են մասան Պետք արում մեծ հայք վերև ներքև Հայաստան, սրտանց, կենտրոնից ձեզ մեծ բարև Մեծ հայքը Երևանը ստեղծեցին իրար հետ Ամենալավը օրը ցերեկով զինայի հետ Ամենալավը, 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 ամենալավը Այսօր երկում ենք իրար հետ, օրը ցերեկով զինայի հետ Ամենալավը, 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 ամենալավը Այսօր երկում ենք իրար հետ, օրը ցերեկով զինայի հետ Տորից միկրոֆոնը ու հետևի ինձ Երևի քեզ գերեցի, որ գեղեցիկ Բիտս անսովորակ ես լսել նորը Նոս մեծ հայք ռեպն ա կարևոր արվինը Այսօր թակավոր ու Երևանի ցերեկով Նորություն եմ տալիս ձեզ պիրիկով Ամեն ուղին ժամին միացնում ես դու թիվին Մատը տարեք ձգվում ա պուլտի հենց այդ թվին Մաքրի մի հատ կիվի, մի հատ էլ ապելսին Հանգիստ նստի ու եթերը վայելի Հա էլի, հենց էլի մենք ենք Գիտեմ որ քեզ թվում ա որ մենք շատ խենթ ենք Հեն ինչը նոր ա քո համար արտասովոր ա Բայց նոր Երևանը սրան արդեն սովոր ա Ամենալավը, 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 ամենալավը Այսօր երկում ենք իրար հետ, օրը ցերեկով զինայի հետ Ամենալավը, 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 ամենալավը Այսօր շարում ենք իրար հետ, օրը ցերեկով զինայի հետ Զինայի հետ Զինայի հետ Զինայի հետ Զինայի հետ Լույսերը միացած են Նորությունները նոր ստացված են Պրեմիերա նոր էրան Երևանում երևալու է ուղիղ եթերում Ամենալավը Որ մենք ենք ամենալավը Որ երկն է ես ամենալավը Որ ամենահետն ա Օրը ցերեկովը զինայի հետ ա Եկել ենք որ մնանք, եկել ենք որ շատրանանք Եկել ենք տարածվենք, եկել ենք սարմացվենք 2 օ 1 2 Մեծ Հայք Records Ծրագրի հովանավորն է Էլիտշատ ընկերությունը։ Ծրագրի գործընկերն է Սարյան 40 հասցեում գտնվող Lady Fourchette ֆուրշետային կազմակերպությունը։ Lady Fourchette ցանկացած ֆուրշետային ծառայություն, ինչպես նաև միակը Հայաստանում բացառիկ եւ հեղինակային սպասքով ամեն ինչ մեկ ձեռքում։ Այս ամենը յուրահատուկ մատուցման աղջիկները կսպասարկեն շարժական սեղաններից, դարձնելով ձեր ցանկացած միջոցառումն ու խնջույքը անմոռանալի։ Lady Fourchette, Սարյան 40, մուտքը Մաշտոցի պողոտայից։ Ծրագրին աջակցում է Slicing Studio-ն։ Հեռախոս 010 50 20 15։ Հաղորդման ինֆորմացիոն հովանավորն է Hayer.com ինտերնետային կայքը։ Hayer.com Իմ ու քո նոր աշխարհը։ Ծրագրի ինֆորմացիոն հովանավորն է myoneworld.net ինտերնետային կայքը։ myoneworld.net
Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Երևան հեռուստաընկերության ուղիղ եթերում իր աշխատանքը սկսում է օրը ցերեկով ծրագիրը։ Սիրով բարի լույս եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր որ հատուկ արթնանում են մեր ծրագիրը դիտեն եւ հարգանքներս նրանց, ովքեր որ անդավաճան հետևում են մեր ծրագրին։ Ես տեղեկացնեմ, որ այսօր մեզ մոտ ինչ որ չափով նավտոնական թողարկում է եւ արդեն գրեթե բոլորին պարզ է հանրապետությունում վերջի զանգ ենք տոնում։ Եվ մենք այսպիսի յուրահատուկ տոնը չէին կարող անտարբեր լինել եւ իհարկե պետք է մեր թեման ամբողջությամբ հենց լիներ այն մարդկանց, ովքեր որ ամենամիջական կապ ունեն դպրոցի հետ։ Մինչև բուն թեմային անցնելը ես ուզում եմ սիրով ձեզ ներկայացնել մեր գործընկերներին, որից հետո արդեն հաճելի տեսահոլովակով կընդհատվենք։ Նախ առաջինը շնորհակալ եմ Էլիտ Շանտ ընկերությանը, Բյուրական Մաքուր ջրին, շնորհակալ եմ Slicing Studio-ին, որը գտնվում է Պարոնյան 14 հասցեմ, հեռախոսահամար 502015, շնորհակալ եմ մեր ինֆորմացիոն հովանավոր հայեր.com ամենահայկական երիտասարդական մշակութային տեղեկատվական կայքին։ Տեղեկացնեմ, որ այսքան հաճելի նորություններ հետ մեկտեղ դուք կարող եք ամեն օր գտնել օրը ցերեկով ձինի այդ ծրագրերի ամբողջական տարբերակները հայեր.com։ Շնորհակալ եմ նաև մեր հաջորդ ինֆորմացիոն հովանավոր myoneworld.net ինտերնետային կայքին։ Բացի յուրահատուկ նորություններ հետ մեկտեղ դուք կարող եք ամեն օր փնտրել եւ գտնել մեր հյուրերի ֆոտոները myoneworld.net ինտերնետային կայք։ Շնորհակալ եմ մեր գործընկեր Lady Ֆուրշեթային կազմակերպությանը, որը գտնվում է Սարյան 40 հասցեում։ Մուտքը Մաշտոցի պողոտայից ընդհանուր տեղեկություններ քաղելու համար կարող եք զանգալ 500903 հեռախոսահամարով։ Տեղեկացնեմ, որ միակ յուրահատուկ կազմակերպությունն է Ֆուրշետային, որ ունի բացառիկ հեղինակային իրավունքներն ապահոված սպասք։ Ամեն ինչ մեկ ձեռքում վերնագրով։ Այսքանից հետո տեղեկացնեմ, որ այսօր մեզ մոտ տաղավարում լինելու են դպրոցականներ, ովքեր որ յուրահատուկ պատրաստականություն են, բոլորը միասին պետք է տոնեն վերջին դաս, վերջին դասամիջոց, հաճելի խոսքեր, հաջողություններ, բարեմաղթանքներ եւ ամենակարևորը վերջին զանգ։ Ես գիտեմ, որ նաև ավագ սերնդի ներկայացուցիչները ինչ որ չափով նաև այս պահերին մտովի տեղափոխվում են հենց այն տարիները, ինչպես որ վերապրել են դրալ վերջի զանգը, ինչպես նաև ես, դուք եւ մնացած բոլոր մարդիկ։ Ես առաջարկում եմ տվյալ պահին մենք հենց այս թեմայի շուրջ ընդհատվենք տեսահոլովակով, որից հետո սիրով ձեզ կներկայացնեմ աշակերտներին, որոնք ներկայացնում են թիվ 80 միջնակարգ դպրոցը։ Պիտի ասենք մնաս բարով, կհնչի այսօր վերջի զանգը, մեծացել ենք 10 տարով, ու հուշեր կտանենք մեզ հետ ջերմուշեր դպրոցական, կմնան անցյալում արդեն վայուսակ ու նստարան, ու հնչում է վերջի զանգը, այս ամենը երազանք է, որ անցյալում կմնա, ու հնչում է վերջի զանգը, այս ամենը երազանք է, որ անցյալում կմնա։ Տոն է վաստախուր է օրը, շպիտներ են արցունքոտ, ջնջտում են մեզ բոլորը, բայց արդեն կա մի կարոտ, տարիներ, որ անցել ենք, քո հարգի տակ մեծացել, և այսօր հեռանում ենք, ինչ արած պահն է եկել, ու հնչում է վերջին զանգը, այս ամենը երազանք է, որ անցյալում կմնա, ու հնչում է վերջին զանգը, այս ամենը երազանք է, որ անցյալում կմնա։ Այս ամենը երազանք է, Ուջում է վերջի զանգը, լա 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 լա, այս ամենը երազանք է, որ անցյալում կմնա։ Ուջում է վերջի զանգը, լա 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 լա, այս ամենը երազանք է, որ անցյալում կմնա։ Ուջում է
ամենը երազանք էր, որ անցյալում կմնան ու հնչում է վերջին զանգը Այս ամենը երազանք էր, որ անցյալում կմնան Ես սիրով բարի օր եմ աղթում բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր որ հենց նոր են մեզ միացել, օրը ցերեկով ծրագիրը շարունակում աշխատանք ուղիղ եթերում, եւ այսօրվա մեր թեման, բարձ է գրեթե բոլորին, վերջին զանգ։ Եվ պետք է իմ հյուրերն անմիջական կապն ունեն այս թեմայի հետ։ Միշտ ասում են ինչու դպրոցի, չգիտեմ, ուսուցիչներ, տնօրեններ, ուսմասվարներ չեն լինում ձեզ մոտ ուղիղ եթերում։ Ինձ համար ավելի տվյալ պայն կոնկրետ հաճելի կներ զրուցել դպրոցականների հետ, որովհետեւ պետք է իմանալ թե ինչպիսի պահեր են արդեն սկսել նրանք ապրել։ Ես հարգանքներս եմ հղում բոլոր այն դպրոցականներին, ովքեր որ արդեն մեկը մյուսին շնորհավորում են, մենք էլ շնորհավորում ենք բնականաբար եւ ես անձամբ ուզում եմ որպեսզի այս տարվա սերունդը լինի բավականին բացառիկ տարբերվող, յուրահատուկ եւ ամենակարևորը համոզված եմ, որ շատերը արդեն պատրաստված ուզում են ընդունելության աշխատանքներն իրականացնում, բուհեր, տղաները գիտեն, որ արդեն պատրաստ են նաեւ հայրենիքին ծառայելու, իսկ եթե ոչ մեկը, եթե ոչ մյուսը, ապա շատ-շատերը միանգամից գնում են ամուսնության դուռը, ինչը որ այդքան էլ ցանկալի չէ տվյալ տարիքում։ Ես ուզում եմ սիրով ձեզ ներկայացնել երիտասարդների արդեն կարող եմ ասել, որոնք բավականին գեղեցկադեմ են, օրն է այդպիսին պետք է յուրահատուկ տեսք ունենան եւ անպայման լինի զանգ, այսօրվա իմ զանգը մի քիչ փոխարինված է իմ տարիքի հետ համեմատ եւ նրանք ներկայացնում են թիվ 80 միջնակարգ դպրոցը Եվ սիրով ձեզ ներկայացնեմ Անի Ռստակյանին, ներկայացնեմ Ալբերտ Քոչարյանին եւ Էդուարդ Միրզոյանին, բարի օր, բարի գալուս ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ։ Լավ եք։ Այո։ Ինձ մի հարց է հետաքրքրում, որից հետո բուն թեմային կանցնենք։ Ես ուզում եմ շփվել Ալբերտի հետ, ուսանց հերթով, հա, որից հետո նաեւ անցնելու ենք մյուս դպրոցականներին են։ Ես գիտեմ, որ շատ-շատերը ուղղակի սպասում են այսօրվան։ Երևի 10 տարի սովորում են, որ հասկանան ինչ է վերջին զանգը։ Շատերի համար արդեն մեկ է, որովհետև, չգիտեմ, ժամանակահատվածն է այդպես տիպել։ Ալբերտը սպասել է այսօրվան, թե քեզ համար ավելի կարևոր է քննության օրերը անկեղծ։ Միանշանակ վերջի զանգը բոլորի համար ավելի հաճելի է, քան քննությունները, որովհետև այդ քննությունները հեչ հաճելի չի։ Սպասողական վիճակը սպանում է դրա համար։ Շատ լավ, դուք արդեն պատրաստ եք ինչ-որ միջոցառում արել եք, թե պետք է անեք։ Պետք է անենք։ Պետք է անենք։ Այսինքն այստեղից միանգամից գնալու եք միջոցառման, ես ձեզ շատ երկար չեմ պահելու այստեղ։ Հատուկ հանդես, չգիտեմ, լավ խոսքեր, այնտեղ գիտեմ, որ թեթև կծողական խոսքեր էլ ունեք, որ մի դասատուի դեմ մի քիչ թեթև տենց նեղված եք, բայց այդ օրով ամեն ինչ հարթվում է։ Ձեր դասարանը քանի աշակերտ ունի։ 30։ Եվ քանի տղա, քանի աղջիկ կարող եք հիշել։ 13 տղա, 17 աղջիկ։ Եվ գոնե այս վերջի տարում քանիսն են նորմալ եկել դասի 30-ից։ Անկեղծ։ Դրանք բոլորս նորմալ։ Տնցոկյոլը կա։ Նրանք 10-ի անենի դեպ ասեմ, հա։ Լավ, տարբերություն կա 10-ի A-ի եւ 10-ի B-ի միջև։ Կային լավ պատրաստված երեխաներ եւ մի քիչ թեր, թե կիսել են ձեզ։ Անկեղծ ասեք։ Կիսել են։ Բայց ես գիտեմ, որ նաև դասարաններով խառնվել եք, չէ՞, եւ ան է խառնվել, ընկերությունը պահպանում եք։ Անպայման։ Լավ, անցնենք մի քիչ դասատուներին։ Ես գիտեմ, դասատուները մեզ չեն լսի, մանավանդ 80 դպրոցի, կարող ենք անկեղծ խոսել։ Ես ուզում եմ Էդուարդը պատասխանի։ Կամ մի ուսուցիչ կամ ուսուցչուհի, որի յուրաքանչյուր քայլը մտովի հետը տանելու ես երկար տարիներ, որ շատ են սիրում, գնահատում ես եւ որ առարկան է դասավանդում։ Կան այդպիսի ուսուցիչներ, միայն մեկը չի, մի քանիսն են, այո, եւ իմ խոսքը ուզում եմ հղել հենց նրանց, իմ մեծ շնորհակալությունը հայտնել նրանց, այդ ուսուցիչներն հիմնականում քիմիայի ուսուցչուհին Տիկին Սարգսյանը, իմ դասղեկը Ընկեր Փուզյանը, ֆիզիկայի դասատուն Ընկեր Գրիգորյանը։ Այսինքն առարկանն էլ այդքան հաճելի չլինելով դուք դասատուներին սիրում եք։ Այո, ես լինելով հումանիտար հոսքի աշակերտ, սիրում եմ բնագիտական հոսքի դասավանդող ուսուցիչներին, ինչպես նաև Ընկեր Արսենյանին, որը տնօրենին, որ ճիշտ է չի դասավանդում, բայց իր խորհուրդներով մի մեծ հետք է թողել իմ Շատ լավ է։ Առաջնորդվում եք Տիկին Արսենյանի խոսքով։ Հարգանքներս Տիկին Արսենյանին, նրան անդրադարձ կունենանք։ Ես ուզում եմ նաև շփվել
Անի հետ Անին արդեն գիտի թե քննություններից հետո ինչ է անելու, կա արդեն միտք ինչ-որ միտեղ գործերը հանձնելու։ Որոշել եմ Երևանի պետական տնտեսագիտական համալսարան տալ գործերս։ Հուսով եմ։ Աստված առաջ։ Շնորհակալություն։ Լավ է լինելու քո կարծիքով, ինչ ես կարծում։ Եթե մի քիչ թերություններ լինեն, հիմա գիտես շատ բարդ է, չեմ ուզում վատին անդրադառնամ լավ օրով, բայց հույսով եմ դու դեռ մտքիդ մեջ ունես անկյուններ, որ կարող ես զբաղեցնել, չէ՞։ Ես գիտեմ, որ շատ աղջիկներ ինչ մասնագիտություն ձեռք են բերում, ուրիշ մասնագիտությամբ աշխատում են։ Դու կարող ես երկրորդ մասնագիտության մասին մտածել ես։ Չէ, դեռ նման բան չեմ։ Շատ լավ է։ Տղաները պատրաստ են ինչ որ միտեղ սովորելու։ Եվ դե Երևանի պետական համալսարանի հանրային կառավարում ֆակուլտետն եմ ցանկանում ընդունվել։ Սակայն դրա հետ մեկտեղ ձգտում ունեմ նաև հետագա մագիստրատուրան արդեն միջազգային հարաբերություններ կամ իրավագիտություն ֆակուլտետը։ Շատ լավ է, նայեք ինչ սերունդ ունենք մենք հարգելի հեռուստադիտողներ։ Իսկ Ալբերտը ինչ կասի, ինչ կա Ալբերտ գործերից։ Ճարտարապետաշինարական համալսարանում եմ գործերս տվել, ցանկանում եմ շենքերի նախագծում ֆակուլտետում սովորել։ Շատ լավն է։ Հա, չենք դժգոհում։ Շատ լավ, իսկ ուզում եմ անկեղծ պատասխանեք, որից հետո ամփոփում ենք թեման։ Ես գիտեմ, որ շատերը դպրոցը ավարտելուց հետո ասում են իմ երեխան այս դպրոցում չի սովորելու։ Ձեր երեխաները շարունակելու են մեր դպրոցում, ինչ կարծիքի եք, ինչ եք մտածում։ Ոնց որ արդեն պսակեցի բոլորին էլ։ Շատ լավ, սա ուղղակի կատակի գործոններ, ես ուզում եմ տվյալ պայն նաև ձեր օգնությամբ շնորհակալություն հայտնել բոլոր այն ուսուցիչներին, որ ընդհանրապես հանրապետությունում աշխատում են, հարգանքներս ձեզ, դրանց բարդ գործ գոյություն չունի, կրթել դաստիարակել տարբեր բնավորության, մեկը մյուսից խիստ տարբերվող աշակերտներին, միշտ քննադատորեն ասում են, այս դասատուն լավը չէր, այս դասատուն են արեց, բայց մենք պետք է մեր մեղքը անպայման մեր երեխաների վրա բարդենք, որտեղ չկա վատ դասատու։ Եվ իհարկե հարգանքներս նաև թիվություն միջնակարգ դպրոցի ձեր դասատուներին, կբարևեք աշակերտներին, ես կհասցնեմ լինել ձեր միջոցառմանը, եւ իհարկե ամենակարևոր հարգանքներս Տիկին Արսենյանին, որովհետեւ երկար տարիներ ավանդ ունեցող տնօրեն, նաև ուսուցչուհի, որ կարողանում է ճիշտ կրթել, դաստիարակել այն սերնդին, որ արդեն տարի մենք հասկանում ենք, որ լավն է այն սերունդը, որ ավարտել է թիվություն միջնակարգ դպրոցը։ Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում, ուզում եմ այսօր շատ խելոք լինեք։ Գիտեմ, որ ամենավատ օրն է նաև այն առումով, որ վտանգը լի է։ Հույսով եմ ապագայի մասին մտածելով կուրախանաք, ընկերական շրջապատում կուտեք, կխմեք, լավ խոսքեր կասեք եւ ամենակարևորը հիշեք այսօրը ձեզ համար շատ կարևոր է, այնպես որ չփչացնեք, այն ձեր ձեռքերում է, լավ։ Լավ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես առաջարկում եմ տվյալ պայն մենք ընդհատվենք հաճելի պահերով զվարճալի, որից հետո կվերադառնանք տաղավար եւ ես ունեմ նաեւ շփում հերթական դպրոցականների հետ, ասեմ, որ նաեւ սպասում է երաշտական անակնկալներ, այնպես որ բաց մի թողեք օրը ցերեկով է։ I've been around the world, seen a lot of things as the earth has twirled. Been amazed and excited, collecting the clues when I was running, trying to fill my own shoes. And now I'm right here, and everything's good, and all the little pieces fit just like they all should. Yeah, life's been going fine, I'd even say it was good today. I wouldn't change a thing if I could. Hey, 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 I'm going up straight to the top, walking out, holding my head up high. Hey, 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 moving on to a brand new place, and now it's here in the blink of an eye. What? Say, I love you. Say it again. I love you. Okay. If you're going to scare the poo out of somebody, the best place to do it is in the shower. I think they liked it better when Dad worked weekends. Wow, I didn't know you could order a hot girl through the mail. This is the only soccer Americans like to see on TV.
If you want to know what that chihuahua is thinking, keep your eyes on the ears. No. Dental Art ատամնաբուժարանների ցանցը բժիշկ ստոմատոլոգ Արտակ Բաղդասարյանի գլխավորությամբ առաջարկում է աննախադեպ ակցիա։ Մետաղակերամիկական շապիկներ 16-ից 18000 դրամ, բյուգելային պրոթեզ 70000 դրամ, փափուկ պլաստմասե պրոթեզ 50000 դրամ, ճկվող պրոթեզ 80000 դրամ, իմպլանտի տեղադրում 80000 դրամ, ատամների լազերային սպիտակեցում 10000 դրամ, մետաղական բրեկետներով ատամների ուղղում 70000 դրամ, կերամիկական բրեկետներ 90000 դրամ։ Հասցեն Տիգրան 643, Նոր Արեշ, Այվազովսկու 30։ Ալեն Դենտ, ատամնաբուժական սարքերի, սարքավորումների և նյութերի ամերիկյան ու եվրոպական առաջատար արտադրողների ներկայացուցիչը Հայաստանում։ Ալեն Դենտն առաջարկում է ավտոկլավներ, կոմպրեսորներ, վալպլաստի սարք և նյութեր, բախիլի սարք, FKG ռոթարի ֆայլեր, ինչպես նաև ատամնաբուժների կողմից մեծ պահանջարկ ունեցող Artist Z250, Denfil և Escom 100 պլոմբանյութեր, ատամները սպիտակեցնող նյութ, բրիզ ցեմենտ և սիլիկոնային չափսանյութ կլոնաժ, նաև ատամնատեխնիկական միկրամատորներ և ռենտգեն սարք։ Ալեն Դենտ ատամնաբուժական խանութ սրահ։ Եթե դուք ձկնորս եք կամ սիրում եք ձկնորսություն, ուրեմն մի քնեք։ Մասնակցեք Հայաստանում առաջին անգամ անցկացվող ձկնորսական մրցույթին։ Հանդիպում ենք հունիսի 3-ին։ Մանրամասների համար զանգահարեք 077 67 63 32։ Հաղթողներին սպասվում են թանկարժեք մրցանակներ։ Մրցույթի հովանավորն է Կապտան ընկերությունը։
Առաջին անգամ Երևանում թարմ մսամթերքի խանութ Չալաղաջ։ Այստեղ չկա սառեցված միս, իսկ առաքվող սննդամթերքը պատրաստվում է միայն տեղական մսից։ Մեր խոհարարի խորովածը, քաբաբն ու սենդվիչները կգոհացնեն ամենակմահաճ հաճախորդին։ Տեսականին բազմազան, գներն էլ մատչելի, այնպես որ շտապիր Տերյան 1։ Իսկ եթե չունես ժամանակ, զանգահարիր 8188 հեռախոսահամարով։ 8188 առաքումը գործում է Երևանի ամբողջ տարածքում։ Իդեպ, մեզ մոտ գործում է ակցիա։ Մեկ բաժին քաբաբը ընդամենը 490 դրամ։ 8188 քո ամենահամով լանչը Չալաղաջից։ Ես սիրով բարի օր եմ աղթում բոլոր նրանց, ովքեր որ հենց նոր են մեզ միացել, օրը ցերեկով ծրագիրը շարունակում աշխատանք ուղիղ եթերում։ Ես ներողություն եմ խնդրում, այսօր մենք հեռախոսազանգեր չենք կարող ունենալ, որովհետև մի քիչ էգոիստ եմ, շատ հարցեր ունեմ եւ պետք է իմ հարցերը եղեմ աշակերտներին։ Եվ շնորհավորանքները շարունակելի կլինեն, բնականաբար դուք կարող եք թեկուզ 2 շաբթի օրը զանգալ, շնորհավորել, բայց այսօր ներողություն եմ խնդրում։ Այսօրվա մեր ողջ թեման ծրագրի շրջանակներում եւ վերջին դաս եւ վերջին դասամիջոց, վերջին զանգ, գեղեցիկ խոսքեր, հաջողախոսություններ, բարեմաղթանքներ, ես գիտեմ, որ շատ հուզմունք է լինում եւ յուրաքանչյուր դպրոց յուրատուկ ձևով պատրաստում է, յուրատուկ դասարաններ են լինում եւ իհարկե ամենակարևորը գիտեմ, որ հուզում են հենց դպրոցի տնօրենները, որովհետեւ եւս մեկ սերունդ նրանք ուղարկում են դեպի նոր աշխարհ։ Մեզ մոտ տաղավարում երկու երիտասարդներ են, որոնք ընդամենը մի քանի րոպե հետո պետք է լինեն իրենց դպրոցում, որպեսզի ներկայացնեն նաեւ իրենց միջոցառման յուրատուկ տեմպերը։ Թիվ 80 միջնակարգ դպրոցի 10B դասարանի սաներն են Իննա Կարապետյանը եւ Սամվել Այվազյանը, բարի օր, բարի գալուս ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շնորհակալություն։ Դուք դպրոցից եք գալի, թե նոր պետք է գնաք դպրոց։ Դպրոցից գալիս ենք, բայց նորից գնալու ենք դպրոց։ Շատ լավ։ Հիմա ինձ տեղեկացրեք, 10A դասարանը քանի աշակերտ ունի։ Մենք 12-ի B-ն ենք։ Նո, 12-ի B, ներողություն։ 12 ասվում է, թե 10-ի B ասվում։ Չէ, 12։ Հետո 12-ի B դասարանն ունի 24 աշակերտ։ Քանի աղջիկ, քանի տղա։ 14 տղա, 10 աղջիկ։ Շատ լավ։ Բոլորդ պատրաստ եք, գնում եք միջոցառման արդեն։ Ես ուզում եմ նաև իմանալ, ինչքանով էր ձեզ համար կարևոր վերջի զանգը։ Շատերի համար դա կարևոր չի։ Շատերի համար շատ կարևոր է։ Ես գիտեմ, որ դուք երկար եք պայքարել ձեր վերջի զանգի համար եւ ընդամենը մի քանի օր եք ունեցել պատրաստվելու համար։ Պատրաստ եք արդեն, Սամվել ջան։ Այո։ Կարող եք ներկանալ պատշաճ ձևով, որպեսզի հանրությունը ձեզ գնահատի արդեն որպես ավարտական դասարան։ Պատրաստ եք։ Լավ, այնտեղ կա չէ սցենար, չգիտեմ, երգեր, շատ եք գողացել երգիչների երգերից։ Կարելի ասել ոչ։ Երկու երգ, որ գողացված կարելի է համարել։ Հեղինական իրավունքները ինչքան էլ պահպանված լինեն, միևնույն է գիտեն երգիչները, թե ինչի լավ գործի համար են օգտագործում երեխաները իրենց երգերը։ Ինան արդեն, եթե չեմ սխալվում, նաև 0 կուրսի ուսանողուհի է։ Իմ ծիծաղն էլ եկավ ամենայն դեպս։ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտ։ Այսինքն ամենչապես դպրոցի քննություններից հետո անցնում ենք ինստիտուտի քննություններին։ Անմիջապես, հա, կարելի ասել։ Դպրոցի քննություններին պատրաստ ես։ Այո, պատրաստ ես։ Իննա Կարապետյան իմ բալիկն է։ Ես ուզում եմ եթերից իմանալ, թե նա ինչքանով է պատրաստ։ Շատ լավ, դա արդեն ապագան ցույց կտա։ Ես ուզում եմ Սամվելի հետ շփվել։ Ուզում եմ իմանալ որպես տղա աշակերտ դասարանում, ավելի շատ շփում ունես աղջիկների հետ, թե տղաների հետ։ Ցանկանում եմ համադրել, բայց հիմնականում տղաների հետ։ Հիմնականում տղաների հետ։ Աղջիկները տենց նախանձեն, բան դա արդեն մեծացել ենք, չենք շփվում այս տարբեր։ Չէ, իրանք դες գոռոզություններ չունեն, համեստի մեջ ամեն ինչ։ Իսկ որպես տղաներ շատ եք դաստիարակում, թե ընդհանրապես ինչ ուզում են թողանեն արդեն այնքան են հոգնածրել։ Եղել են տենց դեպքեր, որ դաստիարակել եք իսկապես։ Չէ, դե մենք իրանց հարգում ենք մեր քույրերի պես։ Ահա։ Ու աշխատում ենք տենց անենք, որ ամեն ինչ ճիշտ լինի։ Լավ, իսկ եթե դասատուներից ենք խոսում, չեմ ուզում առանձնացնել ոչ մեկին, բայց անհնարին է ես կարող համոզել, որ գրեթե բոլորին նույն ձև հարգում եւ սիրում ես։ Ոնց էլ չլինի, նյուանսներ կլինեն։ Բայց վերջի պահով գրեթե բոլորը, չէ, սահմանափակ արդեն այն որ ասում հալած յուղի պես բոլորը մեզ համար հավասար են։ Դվյալ պայն ամենաջերմ խոսքերը, որ պետք է ձեր միջոցառման ժամանակ հնչեն, ում է վերաբերվում, բացի դասղեկից։
Բացի դասղեկից բոլորին առանձնացնում եք, թե ընդհանուր եք ասելու։ Ունենք դասատուներ, որոնց հետ շատ մոտիկ ենք, էլի։ Մոտիկ ասելով նկատի ունեմ ընկերություններ եք անում դասատուների հետ։ Չէ, այդպես չէ։ Լավ։ Ուղղակի ջերմ են մեր հետ։ Իրանք հոգատար, իրանք ոնց որ մեր երկրորդ մայրերը լինեն։ Հասկանում են ձեզ։ Շատ լավ։ Ինան ինչ կարի ասի առանձնահատուկ խոսքերը ում է ամենաշատ ուղված։ Կոնկրետ ոչ մեկին խոսք չունենք ուղված, մենք որոշեցինք, որ փակման խոսքը կլինի ընդհանուր շնորհակալություն բոլոր ուսուցիչներից ու այդ ընդհանուր շնորհակալության մեջ առանձին անդրադառնում ենք բոլորին։ Ահա։ Ուղղակի տենց առանձնահատուկ ինչ-որ մեկին, թեկուզ հենց դասղեկին առանձնահատուկ շնորհակալություն չունենք, ունենք մեկ բանաստեղծություն, որը նվիրված է հենց կոնկրետ դասղեկին, մնացածը ամբողջությամբ մենք ու մեր դասարանը։ Շատ լավ, դուք ձեզ գովում եք, դուք ձեզ հույս եք տալի, որ լավ է լինելու։ Կա տենց բան, ոնց կարա տենց չլինի, ոնց էլ ուզում եք ասեք, անկեղծությունը եթերում բացահայտվում է։ Եվս մեկ հարց, որից հետո ամփոփելու ենք թեման։ Սամվելը որոշել է քննություններից հետո ինչ է անելու։ Այո, որոշել եմ Երևանի պետական համալսարանի ճարտարապետ Երևանի պետական agrarային համալսարան, բարդ անուն է։ Agrarային համալսարանի տնտեսագիտական, գյուղինստիտուտ։ Ամենաճիշտը, տենց ասում որ հեռուստադիտողն այդ շատն էլ իմա չէին իմանա, ես ինչ նոր տեղա գնում Սամվելը սովորելու։ Լավ, իսկ քո մտադրությունն է, թե ծնողներն ասեն տղա ջան, գյուղինստիտուտը հիմա ամենալավն է։ Չէ, ես եմ ցանկացել։ Իսկ որպես երկրորդ մասնակցության մասին մտածել ես։ Չէ։ Այն որ ասում եմ, փեշակ պիտի տղան ունենա, է։ Տենց ասում են, չէ՞։ Ավելի լավ է իմ ուսումով առաջ գնալ։ Շատ լավ է, ապրես։ Եվ հույսով նաև պատրաստ ես արդեն որպես զինծառայող քո հայրենիքի համար պարտքդ կատարել ժամանակի ընթացքում։ Շատ լավ։ Ես ուզում եմ ամփոփման համար երկուսիդ հարց տալ, որից հետո պետք է մենք նաև ընդհատվենք։ Ասում են դպրոցը միշտ երկրորդ օջախն է։ Ինչքան կրթվում են տանը, միևնույն է շրջապատը փոխում է մարդուն։ Ինչքանով դպրոցը ձեզ փոխեց։ Դուք մոտավորապես 12 տարի եղել եք թիվ 80 միջնակարգ դպրոցի տանիքի տակ։ Գրեթե ընտանիք եք դարձել։ Նախ ինձ ասեք, դասարանում շատ է փոփոխություն եղել, այսինքն երեխաներ եկել են, գնացել են, չգիտեմ, ուրիշ քաղաք են գնացել, թե մի ամբողջ տարի 12-ի բն միասին է եղել։ Փոփոխություններ եղել են։ Փոփոխություններ եղել են։ Ահա։ Ասենք ընկերներ ենք ունեցել, որ գնացել են արտերկիրներ, բայց կապը պահպանվել է։ Կապը պահպանել եք։ Լավ, իսկ աղջիկների մեջ կան, թե միայն տղաներն են այդպես եղել։ Չէ, աղջիկա գնացողը։ Լավ։ Ու դուք հիմնականում թաղեցիներ եք, թե ունենք նաև թաղամաս։ Կիլիկյան նորագյուղ թաղամասի աշակերտներն ենք։ Շատ լավ, դուք ունեք հնարավորություն տվյալ պահին, որ շնորհավորեք հանրապետության բոլոր աշակերտներին, ուսուցիչներին եւ առաջինը այս խոսքը տանք Ինային։ Ինան ինչ կարող է մաղթել բոլոր այն մարդկանց, ովքեր որ 12 տարի քեզ կրթել են, ինչ կարող ես ասել Ինա ջան։ Ովքեր որ ինձ 12 տարի կրթել են, 11 տարի կրթել են, շնորհակալ եմ, շատ բան եմ վերցրել, շատ բան տվել են, բայց ես կարելի ասել չեմ վերցրել այնքան, ինչքան տվել են։ Ապրես։ Այո, ես անկեղծ եմ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, շնորհակալ եմ մեր տնօրենից, որ երեք մեզ վերջապես թույլ տվեց, որ վերջին զանգանենք, սխալ ենք եղել, հիմա եթերում նորից ասում եմ, սխալ ենք եղել, սխալ բան չենք, ճիշտ բան չենք արել, ներեք մեզ կրկին, շնորհակալություն, որ թույլ տվեցիք վերջին զանգանենք։ Շնորհակալություն մեր դասղեկին եւ շնորհավորիր հանրապետության դպրոցական։ Շնորհավորում եմ բոլոր 12-րդ դասարանցիներին, ձեզ բարի ճանապարհ, բոլորդ ընդունվեք, սովորեք եւ պիտանի մարդ դառնաք մեր հայրենիքի։ Շատ ապրես։ Ինայի շնորհավորանքներին ուզում եմ մաղթեմ բոլորին հաջողություն, ինչ ճանապարհ որ բռնել են։ Աստվածյանց կանաչ ճանապարհ։ Ապրեք, շատ ապրեք։ Իդեպ ասեմ եւ ձեզ եւ նաեւ 12-րդի այերին սպասում է հետաքրքիր երաժշտական անակնկալ, տվյալ պայն փոքրիկ ընդմիջումից հետո։
Օրը ցերեկով ծրագիրը շարունակում է աշխատանք ուղիղ եթերում եւ տվյալ պահին մեզ պետք է ամփոփում։ Թիվուցու միջնակարգ դպրոցի աշակերտներն են մեզ մոտ, նրանց պետք է մենք շուտ բաց թողենք, որովհետև միջոցառմանը պետք է մասնակցեն, բայց ես ունեմ նաև անակնկալ ոչ միայն հեռուստադիտողների, այլ նաև աշակերտների համար լավագույն կատարումը, որ պետք է ձեզ համար ներկայացնենք ուղիղ եթերում, Սարգիս Գրիգորյանի կողմից է, հարգելի հեռուստադիտողներ, շատ լավ նվեր է արել Սարգիսը եւ նաև ուզում առանձնացնել մհերին, նրանք երկուսն էլ շատ ճիշտ ժամանակի ներկայացրեցին լավագույն երգերը եւ երգի պրեմիերա է տեղ ունենալու, Սարգիսը մեզ մոտ տաղավարում է, արդեն պատրաստ, ողջույն Սարգիս ջան։ Ողջույն Զինա ջան։ Շնորհակալ եմ, որ այստեղ ես, շնորհակալ եմ, որ լավ նվեր ես արել շրջանավարտներին։ Այո, դե միշտ աշխատում ենք, կարելի ասել ժողովրդի, մեր հանդիսատեսի համար, ինչու՞ չէ, նաև շրջանավարտների համար էլ կարելի է երգ ունենալ, որ իրանք էլ ուրախանան, իրանց տոնի արդիվ։ Երբ ես ավարտել դպրոցը, որ թվականին հիշում ես։ 2002-ին։ Հուսով եմ հիմա մտովի կտեղափոխվես այդ տարիներդ։ Արդեն տեղափոխվել եմ, քանի որ երգը երգում ես կամ երգեր կան, որ հիշեցնում են դպրոցական տարիները։ Շատ լավ, պատրաստ ես մեզ երգով ողջունել։ Այո, պատրաստ եմ։ Այնպես որ օրը ցերեկով ծրագրի շրջանակներում հարգելի հեռուստադիտողներ Սարգիս Գրիգորյանն է հատուկ շրջանավարտների համար վայելեք։ Ժեշտի պահը, պիտի ասենք մնաս բարով, կհնչի այսօր վերջի զանգը, մեծացել ենք 10 տարով, ու հուշեր կտանենք մեզ հետ ջերմուշեր դպրոցական, կմնան անցյալում արդեն վայուսակ ու նստարան, ու հնչում է վերջի զանգը, այս ամենը երազանք է, որ անցյալում կմնա, ու հնչում է վերջի զանգը, այս ամենը երազանք է, որ անցյալում կմնա։ Տոն է վաստախուր է օրը, շպիտներ են արցունքոտ, չեն շպտում են մեզ բոլորը, բայց արդեն կա մի կարոտ տարիներ, որ անցել ենք, քո հարգի տակ մեծացել, և այսօր հեռանում ենք, ինչ արած պահն է եկել, ու հնչում է վերջին զանգը, այս ամենը երազանք է, որ անցյալում կմնա, ու հնչում է վերջին զանգը, այս ամենը երազանք է, որ անցյալում կմնա։ Այս ամենը երազանք է, Ուջում է վերջի զանգը, լա 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 լա, այս ամենը երազանք է, որ անցյալում կմնա։ Ուջում է վերջի զանգը, լա 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 լա, այս ամենը երազանք է, որ անցյալում կմնա։ Ուջում է վերջի զանգը, լա 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 լա, այս ամենը երազանք է, որ անցյալում կմնա։ Ուջում է վերջի զանգը, լա 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 լա, այս ամենը երազանք է, որ անցյալում կմնա։ Ուջում է վերջի զանգը, լա 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 լա, այս ամենը երազանք է, որ անցյալում կմնա։ Փոխարենք ծափարություններ։ Շնորհակալ ենք։ Դե ինչ, այսքանով շատ լավ տրամադրությամբ, բարձր նոտայով ես պետք է հաջողություն մաղթեմ դպրոցականներին, շրջանավարտներին։ Ուզում եմ, որպեսզի այսօր ձեզ համար լինի շատ հիշարժան օր։ Ձեր ձեռքերում է
այն ամենը, ինչ պետք է տեղի ունենա այսօրվանից հետո, թակեք վաղը արդեն նոր տուր, մտածեք, որ դուք արդեն երիտասարդներ եք եւ մեր ապագան եք, այնպես որ մեր հույսը ձեր վրա է, լավ, ես ձեզ հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալ եմ ձեզ։ Եվ իհարկե շնորհակալ եմ բոլոր հեռուստադիտողներին, որ մեզ հետ են, մինչև հիմա ձեզ հետ թիվ 80 շնորհակալ դպրոցի ուսանողներին, Սարգիս Գրիգորյանը եւ ձեր Ձինա Ակոպովնան, որ ձեզ այսպիսի հաճելի բարձր տրամադրությամբ հաջողություն եմ մաղթում երկուշաբթի օրվա հանդիպելու ակնկալիքով բարին եմ ձեզ։ Մամ, ես պատրաստ չէ՞։ Պատրաստ ենք։ Պապ։ Եկա։ Այսօր կարծես մեր հոգում խինդ ու թախից միասին է արցունքի միջից նայում ջերմ շփտում ենք մենք իրար մեր մեջ հուշերն են նույն բան ուրախ տխուր նույն խոհերը իսկ շուրջը տակ հայացքներ են դեմքեր են այնքան հարազատ մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ Այսօրվանից մեր առաջ բացվում են ուրիշ ճամփաներ նոր Այսօրվանից կյանքն արդեն կանչում է մեզ նոր այլափեր Եվ սրտերում մեր հիմա ուրիշ հույսեր երազներ կան Այսօր հրաժեշտի օր է բայց և տոն մի նոր հանդիպման Մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ Մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ